Սիրելի հայրենագիցներ, սիրելի հավատագիցներ, բարև բոլորիդ, բոլորիդ կողջունեմ Հիսուսիս ջերմ սիրով, թող Աստծո լույսը ծագի մեր մտքերում, մեր սրտերում ու մեր հոգիներում։ Սիրելիներ, թող Աստված բոլորիս տա իմաստություն, որպեսզի հասկանանք ճշմարտությունը ու կարողանանք ազատագրվենք սատանայի բոլոր հնարքներից, մոլորեցնող ոգիներից, մոլորեցնող հավատքներից, ամեն տեսակի մեղքերից, որոնք բնակվում են մեր մեջ։ Ուրեմն այսօր ես կցանկանամ խոսել այն մասին, թե որ մեղքերը կարող են մեզ դժոխք տանել ու որոնք որ վերջերս եմ հասկացել, իմացել, պարզել, ինձ համար էլ շատ հարցեր եղել են նորություն, պատասխաններ ավելի շուտ եղել են նորություն ու ես կցանկանայի պարտադիր կիսվել ձեզ հետ, որովհետև շատ հաճախ մեզ թվում է, թե մենք ճիշտ կյանքով ենք ապրում, սուրբ կյանքով ենք ապրում, ճիշտ տեղ ենք գնում, հավատքի ճիշտ զոհաբերություններ ենք կատարում ու արդյունքում հետո պարզվում է, որ ամեն բան սխալ էր։ Ու ինչն է պատճառը, որովհետև մենք չունենք ճիշտ հոտարություն, այսինքն հոգևոր տեսողություն։ Մենք չենք կարողանում զանազանել հոգիները, մենք չենք կարողանում զանազանել ճշմարիտ հավատքը կեղծից։ Մենք չենք կարող հասկանալ, որ իրականում մենք գտնում ենք մեղքերի ու սխալների մեջ։ Մենք չենք կարող հասկանալ, որ Աստված մեր առաջից չի քայլում, մենք ենք ապրում այնպես, ինչպես ցանկանում ենք։ Ուրեմն ես երեք տեսանյութ էի տեղադրել ռուսերեն տարբերակով, խոստացել էի, որ հայերեն կթարգմանեմ սեռական հարաբերությունների հետ կապված, հիմա կթարգմանեմ այնքան, կպատմեմ, կներկայացնեմ, որքան որ Սուրբ Հոգին կառաջնորդի։ Ուրեմն սեռական հարաբերությունները, որոնք որ կարող են մեզ տանել դժոխք ու մեղքեր, որոնք որ կարող են մեզ տանել դժոխք։ Այդ մասին է, որ պիտի խոսեմ, ինչպես նաև այն մասին, թե ինչքանով կարող է ազդել մեր սխալ ընտրությունը եկեղեցու հետ կապված եւ ոչ սխալ եկեղեցի գնալով էլ կարող են գնալ դժոխք։ Խոսեմ այնքան, ինչքան որ Տերս կառաջնորդի իր Սուրբ Հոգով։ Ու դուք էլ սիրելիներ, երբ որ կլսեք այն տեսանյութերը, որոնք որ տեղադրում եմ, պարտադիր լսեք, նոր Տիրոջը աղոթեք, նոր լսեք։ Ինչի համար Տիրոջը աղոթեք, նոր լսեք, որովհետև եթե Սուրբ Հոգին ձեզ չի առաջնորդում, որպեսզի լսեք, ուրեմն ավելի լավ է չլսեք։ Ինչևէ, սիրելիներ, ուրեմն առաջի կարևոր բանը, որ ուզում էի ասեի, հետևյալն է։ Շատ հաճախ ամուսնական կյանքում խնդիրներ առաջանում են հենց անկողնուց, որովհետև տղամարդիկ կանանցից պահանջում են կամ միգուցե կանայք էլ են պահանջում տղամարդկանցից հարաբերություններ, որոնք Աստծո կամքին դեմ են, ներողություն։ Ուրեմն օրինակ շատ հաճախ այդ սեռական հարցերի հետ կապված հարցեր եղել են, խոսել են ինձ հետ ու ես ինքս ճիշտ պատասխանը չեմ գիտեցել։ Սա ինչի համար եմ ասում։ Ցանկացած առաջնորդ ինքն էլ կարող է ձեզ սխալ առաջնորդել։ Ինչու, որովհետև ինքն էլ տեղեկացված չեղնի այդ հարցի ճիշտ պատասխանի հետ կապված։ Աստվածաշնչում ասվում է իմ ժողովուրդս բնաջինչ եղավ գիտություն չունենալու պատճառով։ Ուրեմն մենք ինչի համար կարող ենք բնաջինչ լինենք։ Նույնիսկ ճիշտը չգիտենալու պատճառով էլ մենք կարող ենք բնաջինչ լինել, որովհետև ճիշտը չգիտենալը մեզ չի ազատագրում պատասխանատվությունը, չգիտեիր, սովորեիր։ Ինչի համար այս վերջի ընթացքում Տերս ինձ առատապես մեղքերս, սխալներս, իմ առաջինը իմ բացթողումներս ինձ ցույց տալիս, որովհետև անընդհատ աղոթում եմ, որպեսզի Տեր սրբացրու ինձ, Տեր սրբացրու իմ ընտանիքս, ու ասեմ, ինչի համար եմ աղոթում, որովհետև Տերը իր Սուրբ Հոգով է առաջնորդում աղոթքի, որովհետև մեր ընտանիքում պիտի բերես սրբություն ու մաքրություն։ Եկել է ժամանակը, որպեսզի իմ տանս մեջ կա ազատագրում։ Այստեղ կարող եմ ասեմ հետևյալը, որ ամեն ինչի ժամանակ կա։ Ես հասկացա մի բան, որ հիմա է ժամանակը հասել, որպեսզի իմ տանս մեջ Տերս բերե սրբություն ու ապաշխարում ու ազատագրում։
Օրինակ, ես շատ հաճախ աշխատել եմ շատ շատերի հետ, բայց Սուրբ Հոգին չի տարել ինձ աղոթքի, որ աղոթեմ իմ մեղքերս, Աստված ինձ ցույց տա։ Ու մտքիցս չի էլ անցել, միշտ աղոթել եմ ուրիշների համար։ Իսկ այժմ Աստված ցլակ ուղղել է հենց իմ վրաս, առաջինը, որբիսի ես մաքրվեմ, ես սրբվեմ, ես ազատագրվեմ։ Ու այս վերջի ընթացքում այնքան մեղքեր բացեց, ինձ ցույց տվեց, որոնք ես չեմ էլ գիտեցել, որ մեղք է ու արել եմ։ Հա, ինչև է սեռական հարաբերությունների հետ կապված։ Օրալ կամ անալ սեքսերը, սեռական հարաբերությունները մեղք են Տիրոջ առաջ։ Շատ պարզ ներկայացվում է այդ քրոջ վկայության մեջ, որոնց ես երեք տեղադրել էի։ Այս տեսանյութի ներքևում ռուսերեն տարբերակում նորից կտեղադրեմ, հագիշ կներկայացնեմ։ Դա հենց սատանայից եկած հարաբերությունն է, այսինքն խեղված հարաբերությունը, արդեն դուք գիտեք որն է օրալ, որը անալ։ Եթե չգիտեք, ուղղակի թարգմանություն երեք, արդեն կբերեցես։ Դա միանշանակ մեղք է։ Ու այդ պատճառով քրիստոնյա քուրը, որն որ միսիոներ էր ծառայում, մտածում էր, որ ինքը ճիշտ է անում, մտածում էր, որ ինքը իր ամուսնու հետ այդ հարաբերություններն է ունենում, որովհետեւ ամուսինը դուրս չգնի, բայց Աստված ցույց է տալիս, որ դու ժամանակին նայել ես պորնոգրաֆիկ տեսանյութեր, ասում է ճիշտ է, դու դրանք էլ չես նայ ամուսնությունից հետո, բայց դրանց պատկերները քո մեջ մնացել է։ Հիշեք, նույնիսկ այդ պատկերները, եթե նայել եք, մտել եք, ես չեմ դատում որևէ մեկին, ինքս սուրբ չեմ, եթե նայել եք, անմիջապես ջնջվի, ապաշխարեք, որպեսզի Աստված մաքրի ու ջնջի։ Նույնիսկ հիշելը մեղք է հարաբերություններ ունենալու ժամանակ ձեր ամուսինների հետ։ Ու նաև ասել է, այդ հարաբերությունը, որը դու ունենում ես, դու իմս ես, այդ քրոջը ասել է, դու իմս ես։ Նա ասել է, ես չգիտեի, որ դա մեղք էր։ Ինձ ներիր, արդեն սկզբից Հիսուսի անունն է տվել, երբ որ տեսել է, որ ինքը չի ազատագրվում, այդ չի իշխանություն չունի նույնիսկ այդ անունը տալու, ասել է դու իմս ես, որովհետև դու արել ես այն, ինչը որ ես եմ ստեղծել։ Ինչևէ, սիրելիներ, ուրեմն, եթե դու զբաղվում ես ու հետո Փառք Աստծուն, ինքը երազ է տեսել, այդ քուրը, որն որ ես երեք տեղադրել էի։ Ու ինքը երբ որ արթնացել է, զգացել է, որ Աստված իրեն հայտնել է իր մեղքը, ու դրանից առաջ նաև ինքը հարցրել է, թե ինքը ինչ մեղքեր ունի։ Սիրելիներ, սա ինչի մասին եմ վկայում։ Մի հավատացեք ինչ ասում եմ ձեզ բոլորիդ, որովհետև Աստված ինձ մի խոսք է տվել։ Մարդկանց օգնիր, որպեսզի մոդենան ինձ, ոչ թե քեզ։ Ուրեմն իմ նպատակս հետևյալն է, որպեսզի օգնեմ մարդկանց, որպեսզի մոդենան Աստծուն։ Հուլիսի 1-ից ես արդեն կանցկացնեմ ծառայություն աղոթքի, հզոր ծառայություն ընդամենը 5 հոգու հետ, որոնց Աստված արդեն իսկ ինձ ցույց է տվել։ Ընդամենը 5 հոգի։ Մյուս ամսու մեջ եւս 5 հոգու կընդգրկեմ։ Ես ասեմ 5-ը եթե 3 է դառնա, ինձ համար միևնույնն է։ Կարևորը այն է, որ երբ որ մենք սկսենք աղոթել, Իջնի Տիրոջ հզոր ներկայությունը։ Ուրեմն ում եմ ընդգրկում աղոթքի ծառայությունների ժամանակ, սիրելիներ։ Աղոթքի ծառայություն կամ խոսք կամ առանձին աշխատանք եմ տանում կամ միաբանվում եմ, որոնք որ պատրաստ են ամեն ինչ թողնել Աստծու համար։ Միայն այդ մարդկանց ամեն ինչ պատրաստ են թողնել հան Աստծու եւ ուզում են, որպեսզի լսեն Աստծո ձայնը, կատարեն Աստծո կամքը ու լինեն սուրբ ու մաքուր։ Մենակ այդ մարդկանց եմ ընդգրկում։ Մեկ էլ շատ կարևոր է, որ երկար տարիների հավատացյալ լինի, ինչպես նաև Սուրբ Հոգով մկրտված։ Եթե նույնիսկ մկրտված է չլինի, բայց այդ փապակն ունենա մկրտվելու, ուրեմն շատ սիրով ես Տիրոջ պարտադիր Սուրբ Հոգու առաջնորդությամբ ես իրեն կընդգրկեմ խմբակների մեջ։ Սիրելիներ, ուրեմն այս ամիս ես էլ հեռախոսահամարս չեմ տեղադրել, որովհետև ես ինքս շատ լուրջ աշխատանք եմ տանում իմ երեխաներից հետ։ Հիմա իրենց հետ ես էլ չեմ կարդում Աստվածաշունչ, ես աշխատում եմ իրենց անձամբ հանձնարարություններ տամ, որպեսզի իրենք աշխատանքներ կատարեն ու մտնեն Տիրոջ ներկայության մեջ։ Այսինքն, ես միշտ նայում եմ, թե Տերը ինչ հանձնարարություն է տալիս եւ այդ հանձնարարությունն եմ կատարում։ Սիրելիներ, ուրեմն շատ լուրջ մեղք է նաև, սեռական հարաբերությունների հետ կապված արդեն ասացի։ Ես նաև խոսել եմ այն մասին, որ եթե երկրորդ անգամ են ամուսնանում, ամուսինները ու առաջինը ինքը բաժանվել է իր ամուսնուց կամ կնոջից, առանց պոռնոգության պատճառի դա մեղք է, ու առաջին ԶԱԳՍ-ը երկնքում արդեն կա։ Դա էլ գիտեցեք։
որ առանց բորնգության պատճառի մեղք է։ Ու դա էլ վկայել է էլի մի քույր, որը ես տեղադրել եմ։ Իմ ալիքիս մեջ շատ խորը տեսանյութեր կա, պարզապես դիտեք, պարզապես լսեք։ Հեռախոսահամարը չեմ տեղադրում, որովհետև հիմա ով էլ որ զանգի, ես աշխատանք չեմ տանելու, որովհետև արդեն քանի հոգի որ պետք են կան, ու հետո ես պետք է շատ ժամանակ տրամադրեմ անձնական շփմանը Աստծու հետ, այսինքն աղոթքներին, ինչպես նաև որպեսզի շատ կարդամ Աստվածաշունչ։ Երկրորդը, եթե դու գտնվես սխալ եկեղեցում, դու փրկություն չունես։ Ես չեմ ասում այս եկեղեցին ճիշտ է կամ այն եկեղեցին սխալ է։ Ես ասում եմ այն մասին, որ եթե այդ եկեղեցում սրբությունը, մաքրությունը առաջի տեղ չի տրվում, ուրեմն դա ճշմարիտ եկեղեցի չէ։ Ու վերջ, էլ հեշտ բան չեմ ասում։ Եթե սրբությունը, մաքրությունը առաջի տեղ չի տրվում, ու քեզ չեն մոտեցնում Աստծուն, ու դառել ես դու հովվապաշտ, եկեղեցապաշտ, ոչ թե Հիսուս ես քարոզում, այլ եկեղեցի, ու քեզ համար միևնույն չէ դու եկեղեցի կգնաս թե չէ։ Դու կարող ես Աստծուն չաղոթես, Աստծու հետ չշփվես, Աստծու հետ լավ հարաբերությունների մեջ չլինես, Աստծու ձայնը չլսես, դա քեզ համար միևնույն է։ Աստծուն չնազանդվես, բայց որ եկեղեցի չգնաս, կամ հովիվին չլսես, դա քեզ համար մեղք է։ Սա շատ խորը բաներ եմ ասում, ուրեմն ում որ տրված է ինքը կհասկանա։ Հիշեք, դուք պետք է գնաք միակ ճշմարիտ եկեղեցին, որն որ գնաք, ճիշտ է, դա նա է, որ գնաք այն եկեղեցին, որտեղ Սուրբ Հոգին ցես կառաջնորդի, ոչ թե ձեր հոգին կամ սուտ հոգին, այլ Սուրբ Հոգին։ Քեզ կտնգե, քեզ կհիմնե ու քեզ կհաստատե այդ եկեղեցում, որովհետև եթե քեզ Տերը չի տանում ու դու գնում ես, դու չես ունենա ոչ բժշկություն, ոչ ազատագրում։ Միակ բանը, որը չեմ սիրում ասել, սա ճիշտ եկեղեցի է, նա սխալ եկեղեցի ոչ։ Ես միակ բանը, որ կարող եմ ասեմ, ինքդ համոզվիր ամեն բանի մեջ, ու մի վստահ առաջին իմ խոսքերից։ Այսօր ես թարգմանեցի շատ թեմաներ, դու մի հավատա առաջինը ինձ։ Քննե ինքդ համոզվի, որովհետև այս տեսանյութերը, որոնք որ ասեցի, խոսեցի այս մասին, ես իմ ալիքիս մեջ տեղադրել եմ, մեկնությունների մեջ ոչ էլ կտեղադրեմ, պարզապես ման եկեք գտեք, փնտրեցեք ու կգտնեք։ Սիրելիներ, հեշտով վերնագրերը նայեք, տեսնեք, երեկվա տեսանյութի մեջ տեղադրել եմ այդ սեռական հարաբերության մեղքի հետ կապված ռուսերեն տարբերակով այսօր թարգմանեցի։ Նաև ամուսնության հետ կապված, եթե երկրորդ անգամ ես ամուսնանում ու առաջի ամուսնուցդ բաժանվել ես ոչ բորնգության պատճառով, դու մեղք ես գործել։ Միանշանակ գիտեցի, ու քո երկրորդ ամուսնությունը Տերը չի ճանաչել։ Դա էլ եմ վկայության մեջ լսել, դա էլ եմ իմ ալիքիս մեջ տեղադրել։ Ովքեր որ շատ են ուզում լսել այդ տեսանյութը չեն գտնում իմ ալիքումս, մեկնությունների մեջ գրեք, ես պարտադիր կտեղադրեմ։ Մեկնությունների մեջ կամ ցեզի սիլկան կուղարկեմ, որպեսզի լսեք։ Սիրելիներ, շատ չեմ ուզում երկարացնել, շատ կարևոր բաներ նշեցի։ Այսքան ինչ կցանկանայի ցես հետ կիսվեի։ Նախ առաջինը, սովորեք ինքներդ շփվել Աստծու հետ։ Շատ կարդացեք Աստվածաշունչ, որովհետև ցանկացած քարոզիչ կարող է սխալվել։ Ես ինքս էլ կարող եմ շատ բաների մեջ այսօր այսինչ բանը այսպես ասեմ, հետո Աստված երկրորդ օրը լույս սփռե իմ մտքիս վրա, ճշմարտությունը բացի ես ասեմ, որ բայ ես դա սխալ եմ արել։ Ինչի համար եմ ասում, որովհետև ամենաճիշտ բաները, որոնք գրված են Աստվածաշունչի մեջ է, սովորեք, գրքերը ինքներդ քննեք։ Օրինակ, Աստվածաշունչներ կա, դուք կարող եք պարզապես քաշել, Աստվածաշունչ կարող եք քաշել, հեռախոսի մեջ, ովքեր որ չունեն տան Աստվածաշունչ, նույնիսկ բարձր Աստվածաշնչյան տիպեր կան, որոնք նույնիսկ գալասավոյով կարող են բարձրաձայն կարտան դուք լսեք, այդ տարբերակը կա։ Ես մեկ այլ տեսանյութում, ուղղակի հիմա տաները երեխաների տան չեմ, որ իրենց հեռախոսներից մեկը վերցնեմ, ցես ներկայացնեմ, ամեն դեպքում ես ցես պարտադիր կամ մեկ այլ առանձին տեսանյութով կներկայացնեմ առաջ Աստված։ Թե ինչպես կարող եք քաշել կամ որ Աստվածաշունչը քաշեք ու շատ գերազանց ձևով կարդում են, ոնց որ ֆիլմ դիտեք, որ դուք կարողանաք լսեք, կարտացեք, քննեք Աստվածաշունչը անձամբ ու որևէ մեկին բացի Աստծուց
մի վստահեք, առաջինը ինձ։ Որովհետև ես էլ, դուք էլ մեղավոր մարդիկ ենք, անկատար մարդիկ ենք, սխալներով լիքը մարդիկ ենք։ Աստծուց բացի որևէ մեկին երբեք մի վստահեք, որպեսզի չսխալվեք։ Դա ինձ տարիներ շարունակ Աստված սովորեցրեց, շատ առաջնորդներից այնպիսի հարվածներ ստացա, որոնք ինձ միայն մոտեցրին Աստծուն ու պարտավորեցրին, որ բոլոր ինձ լսողներին էլ միայն մոտեցնեմ Աստծուն, հասկանալով մի բան, որ ինչպես ես, այնպես էլ ցանկացած առաջնորդ, ցանկացած հոգևոր ունի մեղքեր ու սխալներ։ Բոլորս էլ կարող ենք սխալ ձևով մեկնություններ տանք, բայց երբ որ Աստծուց ես առնում, դա ոչ ոք երբեք քո մեջ չի կարող փոխել։ Սիրելիներ, ահա այս կանը ինչ ցանկացա այսօր կիսվել ձեզ հետ։ Եթե այս տեսանյութով կարողացա ձեզ հետ օգտակար լինել, չեք մոռանում տնեք լայք։ Բաժանորդագրվեք իմ ալիքում, ովքեր բաժանորդագրված չեն, եթե ցանկանում են, որպեսզի նմանատիպ տեսանյութերով եւս կիսվեմ իրենց հետ։ Ինչևէ, հա, լայքերն էլ անվճար են, ժողովուրդ ջան։ Էդելսեմ, ուրեմն գրական կթարգմանեմ, գրական կխոսամ, ինչի համար, որպեսզի սուբսիդիաները կնանան ռուսերեն դարձնեն, ժողովուրդ ջան, թե չէ մեր բարբարով լրիվ կսեմ, մեր գյումրվա բարբարով, բայց որ մեր բարբարը շատ լավն է, վադն է, շատ լավն է, ինչ որ Տերս տվել է, ամենալավն է։ Գյուղից ես, գյուղի բարբարն է լավ, Երևանից ես, Երևանի բարբարն է լավ, եւ այլն, եւ այլն։ Լավսի ժողովուրդ ջան։ Եթե լավսի, ուրեմն չեք մոռանա, բաժանորդագրվեք, լավ, շատ լայքեր դրեք, որովհետև ձեր լայքերը կօգնեն, որ էլի շատ մարդիկ նայեն ու հասկանան, թե որ մեղքերը կտանին դժոխք, ժողովուրդ ջան։ Եթե լավսի, ուրեմն կբաժանորդագրվիկ, որովհետև այսպես լավ բաներ ինքան շատ պտիսեմ դեռ։ Սկան է ժողովուրդ ջան, լավ մնացեք, բոլորիդ շատ կսիրեմ։ Եթե կարևոր հարցեր կա, գրեք կպատասխանեմ, բայց զանգերի էլ չեմ կրնա պատասխանեմ կամ հագիշտ կպատասխանեմ, որովհետև արդեն քանակը լրացել է, ժողովուրդ ջան, մյուս ամսվա։ Այն մյուս ամիս արդեն կսկսեմ նորից 5 հոգի հավաքել, քչով կսկսենք, թող եղնի քիչ, բայց եղնի որակով, շատ որակով, Տիրոջ ներկայությունը եղնի։ Սկանը, ժողովուրդ ջան։